Շատ բարձ է, իրական Հայաստան թե վիրտուալ, դրա մեջ է։ Եթե ուզում ես իրական այսօրվա մարդու համար Հայաստան, թե տեսական, անհասանելի եւ երբեմն անհասկանալի Հայաստան։ Վերջ Հայաստանը սահմաններ ունի, թե չունի։ Աստվածային պարգև է, հա, երկիր պետություն ունենալը, որ շատ ազգեր չունեն ու երազում են, բայց դու գնում ես ինչ որ բաների հետև ես, պատմական դառը եւ ճիշտ իրողությունների հետ ես միայն քո ինքնությունը կապում, բայց չես կապում քո այսօր եղած գործող միջազգայինորեն ճանաչված երկրի, որը պիտի ուժեղացնես, որտեղ համարում ես, որ քո հայրենիքն է։ Անգերց բաննախարար Հայաստանի իշխանությունները գվախնան սպյուրքեն այն իմաստով, որ գիտեք այնտեղ դարբեր շերտեր կան, Թուրքիայի հետ հարաբերություններու հարց կա, շատեր թավատրապանության մեջ կինան, որ Անկարան գջնշե Երևանին, որ Սպյուրքան, գիտեք այդ դիլեման կա։ Ես անկեղծ չեմ հասկանում, ինչի պետք է վախենանք։ Ինչի պետք է Ասպանության հարցով, որ անդադ Էրդողանին կնատադելու խնդրով, որ տեսեք, մենք լավ չենք հասկանում, թե ինչ է Սփյուռքը։ Եթե մենք լավ սահմանենք, ինչ է Սփյուռքը, վախենալու, չվախենալու բացարձակ հարց չկա։ Սփյուռքը իմ կարծիքով մեր քաղաքացիներն են, որոնք ապրում են, հա, այլ երկրներում, այս կամ այն պատճառով, այնտեղ են ծնվել, մեծացել, տեղափոխվել, տարբեր ցեղասպանության պատճառով են տեղահանվել եւ այլն, որոնք այդ երկրների քաղաքացիներ են, հիմնականում, երբեմն նաեւ Հայաստանի քաղաքացիներ են եւ ունեն տարբեր առաջնահերթություններ, նախընտրություններ, տարբեր, շատ տարբեր։ Կա հին Սփյուռք, որը ուրիշ նախընտրություններ ունի, հա, ասենք ցեղասպանության սերունդները, վերապրածների սերունդները, կան Սփյուռքի ներկայացուցիչները նոր են տեղափոխվել այլ երկրներ, իրանք լրիվ ուրիշ նախընտրություններ ունեն։ Կան, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, կան, որոնք չունեն Հայաստանի քաղաքացիություն։ Մենք պետք է հասկանանք, մենք որպես Հայաստանի Հանրապետության իշխանություններ, ինչի համար ենք պատասխանատու։ Մեր շատ հայրենակիցների սենտիմենտների եւ զգացմունքների, որոնք շատ ճիշտ են, շատ դառն են, թե մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության որպես պետություն համար իր քաղաքացիներով, որոնց մի մասը, ճնշող մասը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, մի մասն էլ ապրում է դրսերում, որոշել է տենց։ Իմ խորին համոզման պատասխանը շատ պարզ է, եւ դա պարզ է բոլոր երկրների համար։ Բոլոր երկրների իշխանությունները պատասխանատու են իրանց սուվերեն տարածքի, պետության եւ այդ երկրի քաղաքացիների համար։ Տարբեր երկրներ տարբեր մոդիֆիկացիաներով, հա, ասենք մի երկիր կա, ասում է իմ քաղաքացին աշխարհի որ ծերն լինի, կգնամ ավիա կիրառեմ 50 հատ սամոլյոտ, 20 հատ բան կհանեմ դուրս կբերեմ, իրան կարող է թույլ տա դες բան։ Երկիր կա, ասում է եղբայր, հա, ես քո ամեն հարցով կզբաղվեմ, բայց իմ սահմաններով։ Բայց երկիրը երբեք չի կարա ասի, որ նույն էթնիկ խմբին պատկանող մարդկանց զգացմունքները, ինչքան էլ որ դրանք ճիշտ են եւ դառը, կարող են ավելի կարևոր եւ առաջնային լինել, քան քո երկրի պետական շահերը, քո երկրում ապրող քաղաքացիների շահերը։ Չի կարա դες բան լինի, հասկանում եք։ Եվ ես իհարկե հասկանում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, օրինակ Ամերիկայում, Եվրոպայում ապրող, որոնք ցեղասպանության վերապրածների սերունդներ են, հա, կարող են ասել, ինչպես դուք կարող եք ձեր հարաբերությունները լավացնել Թուրքիայի հետ, բայց իրանք ապրում են, օրինակ, չգիտեմ, Մարսելում, Փարիզում, Նյու Յորքում, Բոստոնում, ոչ մեկ կապ եւ այլն։ Հա, չէ, կապ էլ կարող է ունենան, կարող է գան գնան, որը նորմալ է, բայց այստեղ չեն ապրում, փաստը, չէ։ Հա, իրականում իրանք իրենց բոլոր քաղաքներում բոլորն շփվում են թուրքերի հետ, որտեղ հայտնի քախնի կամ հայտնի։ Չէ, հիմա գործի տեղը մի հատ թուրք է աշխատում, ի՞նչ պետք է անի։ Ինչ անի, մի դեսպան չբարևի կամ ի՞նչ պետք է անի։ Ասենք երկու պրոֆեսոր են համալսարանում աշխատում են, մեկը թուրքական ազգանունով, մեկը հայկական, երկուսն էլ Ամերիկայի քաղաքացի են, ինչ իրար չեն բարևում, որովհետև այդ թուրքերի նախնիները մեզ կոտորել են, իհարկե ոչ։ Բայց մենք պետք է այդ տառապանքը կրենք մշտական, որտեղ մենք շղթայված ենք։ Հա, մենք ստեղ։ Ես էլ ասում եմ, ոչ, մենք պետք է դուրս գանք այդ զոհի կարգավիճակից եւ հարաբերություններ ձևավորենք մեր բոլոր հարևանների հետ, ինչպես իսկ պարսիկները մեզ չեն մորթա, իսկ մեզ չեն տեղահանե, Շահ Աբբաս եւ այլն, Նախիջևան, չեն արել ջուղա։ Պատմությունը վգա։ Հա, չեն արել։ Էլ չեմ էլ շատ հետ չեմ գնում, ավարայել, բան, դա որտեղ այնտեղ վեճ կա, վերջը ողում է մորթա, էլի։ Չի կարելի այդ բաներով անեկդոտ կա այդ թեմայով։
չի կարելի այդ սենտիմենտներով ապրել, ինչքան էլ որ դա քննադատություն Երգույթություն կա, անցի երգույթություն կա Ազեկ Սպյուրքի բարակային։ Հիմա իմ նախնիները, իմ պապի հայրը Էրզրումից է։ Էրզրումի նահանգի Դիարքյոմ գյուղից 1800-ականներին գաղթել են Ջավախք, հետո պապս էլ 70-ականներին գաղթել է Երևան, եթե գաղթ բառը օգտագործենք, հա։ Հիմա ես ինչ անեմ, ասեմ, որ Թուրքիայի Էրզրում նահանգի Դիարքյոմ գյուղը իմ հայրենիքն է եւ ես այն պետքա վերադարձնեմ ու գնամ այնտեղ ապրեմ, դա է ճիշտ մոտեցումը, թե ասել, որ կա Հայաստանի Հանրապետություն իր սուվերեն տարածքով, որը միջազգային իրավունքի սուբյեկտ է, որը մեր երկիրն է, մեր հայրենիքն է, մեր պետությունն է, եւ ես պետքա ուժեղացնեմ այդ պետությունը, այդ հայրենիքը։ Շատ པարզ ընտրություն է, շատ པարզ։ Եվ եթե դու ընտրում ես առաջինը, բարի եղի գնա արա։ Ոչ թե նստի ինչ որ միտեղ եւ ասա, որ ոնց կարելի է Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել։ Մուշը, Արդահանը, պաշտպանել։ Ասացի, հիմա ես իմ օրինակն եմ բերում, որ ուրիշների վրա չբերեմ այդ օրինակը։ Ու ենթադրում եմ, որ այնտեղից դուրս են եկել, որովհետև այտենց հեշտ չի եղել այնտեղ ապրել, հա, իսլամական երկրում, Օսմանյան կայսրությունում, ու դա համընկել է նաև ռուսական կայսրության Կովկաս մտնելու հետ, ու այդպես շարունակ։ Ու շատ པարզ է, իրական Հայաստան թե վիրտուալ, դրա մեջ է։ Եթե ուզում ես իրական այսօրվա մարդու համար Հայաստան, թե տեսական ինչ որ անհասանելի եւ երբեմն անհասկանալի Հայաստան։ Վերջ Հայաստանը սահմաններ ունի, թե չունի։ Էլ ուրիշ բաների մեջ չեմ խորանում։ Ասում եմ, լավ, օքեյ, մի երջանիկ օր, բան, տենց երկնքից ընկնում է 3 խնձոր եւ այդ արևմտյան Հայաստանը, որ ասում են բաները, գալիս է մեզ, ասենք մի 20 միլիոն բնակչությունով, ինչ ենք անելու։ Հաջորդ նախագահ Հայաստանի, վարչապետը Հայաստանի Հանրապետության հայ չի լինի։ Քուրդ բիդրինի։ Էլ չեմ դրա մասին չեմ խոսում, հա, մենք ցեղասպանություն չենք անելու, ոնց որ իրանք են մեզ ցեղասպանություն արել։ Ուզում ասեմ, այնքան տրիվիալ է այդ ամեն ինչը, բայց պետք է դուրս գալ այդ կաղապարված մտածողությունից, որը շատ դժվար է, որտեղ նաև Սփյուռքի շատ մեր համայնքներում նաև ռադիկալ տրամադրված կուսակցություններ եւ անհատներ երեխաներին նորից այդ են սերմանում, նոր մեծացող, հա, ոչ թե հակառակը։ Եթերից առաջ խոսում ենք, բայց դա դիլեմա է մեծ։ Դա identity ինքնության խնդիր է, էլի, հա, որտեղ ուրիշ ինքնություն չեն կարող գտնեն։ Ինքնությունը Հայաստանն է, խորքի մեջ։ Դա Հայաստանը, քո հայրենիքն է, այսինքն դա բան է, աստվածային պարգև է, հա, երկիր պետություն ունենալը, որ շատ ազգեր չունեն ու երազում են, բայց դու գնում ես ինչ որ բաների հետև ես պատմական դառը եւ ճիշտ իրողությունների հետ ես միայն քո ինքնությունը կապում, բայց չես կապում քո այսօր եղած գործող միջազգայինորեն ճանաչված երկրի հետ, որը պիտի ուժեղացնես, որտեղ համարում ես, որ քո հայրենիքն է, չես կապում։ Ասում ես, չէ, լավ է, ես բանում Glendale, Watertown, Massachusetts, լավ է։ Իրագի օրը սիգար պիտի ձխեմ եւ Երդողանին Թուրքիայի հետ, հա, եւ բանա, Թուրքիայի վատ բաներ ասեմ։